Ով ինձ կասի երկու բառով ինչ է աղոթքը։ Բայց Տիրոջը երբ ասացին Տեր մեզ աղոթել սովորեցրու, Տերը ասեց ձեզանից ով է այն մարդը, որ բարեկամ ունենա եւ կես գիշերին գնա իր բարեկամի մոտ եւ ասի գիտես իմ բարեկամը հեռվից եկել է եւ ես ոչինչ չունեմ նրա տալու ուտելու ինձ երկու հատ հաց կտաս եւ այդ բարեկամն էլ կասի եղբայր գիշերվա կեսա ես իմ երեխաների հետ քնած եմ արդեն ինչ են հարցնում Հիսուսից ինչա պատասխանում Հիսուսին ասում են աղոթք ինչպես դուք հիմա ասում եք Աստծո հետ երկխոսություն զրույց չէ Հիսուսը իջացնում է մինչև որ մինչև մի կտոր հացի գաղափարը մի կտոր հացի Կարող եք ձեզ նեղություն տալ, Հիսուսը խոսեց նեղության մասին, չէ, որ ասեց կես գիշերին գա, ասի մի կտոր հաց տուր ինձ, չէ։ Ձեզ նեղություն տակ, ընդամենը մի կտոր հաց տալով ձեր մերձավորին։ Ինչ էին հարցրել աշակերտները Հիսուսին, ինչ էին ուզում Հիսուսից, մեզ աղոթել սովորեցրու։ Ինչ պատասխանեց Հիսուսը։ Դուք իրար մի կտոր հացի կամակիցներ եղեք, կամեցեք իրար մի կտոր հաց և մի կտոր հաց տվեք։ Ինչու ես սա պատմեցի, որովհետև ես չգիտեմ, ես աղոթքի մարդ եղել եմ, որովհետև շատերն ասում են օրերով, ամիսներով, ժամերով, ասենք ժամերով ինչ կարելի է ասել, հասկանում եք, ասել, որ Աստված լսի, Աստված էլ ասեց, ինչ որ բան, չհասկացա, մի հատ նորից կբացատրես, ասենք դու էլ նորից բացատրես ուրիշ խոսքերով, ավելի Աստծո համար հասկանալի խոսքերով, երբեմն ուրիշ լեզուներով, որ ինքը հասկանում, այսպես եք պատկերացնում, Ես մտածում եմ, որ եթե ես մի քանի րոպե աղոթեմ, արդեն ես Աստծո առաջ շատախոսում եմ, որտեվ Տերն ասեց աղոթքի մեջ շատախոս մի եղեք։ Աղոթքը հարաբերություն է Աստծո հետ, եւ աղոթքը հարաբերություն է մարդկանց հետ։ Եվ քո հարաբերությունը Աստծո հետ, այսինքն դու աղոթող մարդ ես, թե աղոթող մարդ ես, դու գիտես աղոթել, թե չգիտես, երևում է քո հարաբերությունով մարդկանց հետ։ Այսինքն դու ի վիճակի ես մի կտոր հաց քո մերձավորին քեզ նեղություն պատճառելով տաս։ Սա քո աղոթքի կյանքի ցուցիչն է։ Որի վրա երևում է, թե ինչպիսին է, այս ցուցիչի վրա երևում է, թե ինչպիսին է քո աղոթքի կյանքը, քո հարաբերությունը Աստծո հետ։ Եվ ինձ բացարձակ չի հետաքրքրում, երբ մարդիկ խոսում են իրենց հարաբերությունների հետ Աստծո հետ, թե Աստված իրենց ինչ հայտնություններ է տալիս, թե բացարձակ ինձ հետաքրքիր չի։ Որովհետև ես դրա հաստատումը և դուք դրա հաստատումը տեսնում եք այդ մարդկանց անձնական կյանքի մեջ, վերաբերմունքի մեջ, իրենց սրտի վիճակի մեջ, իրենց սրտի ողորմած կամ դաժան վիճակների մեջ, որովհետև այդ ցուցիչը այդ ուղղություններն է ցույց տալիս, կամ ողորմած ես, եւ եթե ողորմած ես քո ամեն ինչը մաքուր է, ճիշտ է, կամ դաժան ես։ Իսկ մենք տեսել ենք դաժան մարդիկ, որոնց ուժը նաև օրենքն է։ Օրենքը օգտագործում են մարդկանց նկատմամբ իրենց դաժանությունը
հիմնավորելու համար։ Ձեր մտքով անգամ չանցնի։ Օրենքը Աստծո կողմից տրված է, որ մարդիկ իրար սիրեն։ Օրենքի տառը սերն է։ Օրենքի տառը սերն է։ Օրենքը սկսվում է սիրով, վերջանում է սիրով։ Օրենքի մեջ ուրիշ բան չկա, օրենքը դրա համար է դրված։ Իսկ սերը ինքն իրենով է միայն չափվում։ Սիրիր քո մերձավորին եւ ինչ ուզում ես արա, սիրիր Աստծուն եւ ինչ ուզում ես արա։ Եթե քո արածը բխում է սիրուց, ուրեմն դու ճիշտ ես։ Ինչպես Պողոս Արաքյալը Կորինթացիների նամակում ասում է, թող ձեր ամեն ինչը սիրով լինի, սիրով վրա հիմնված լինի, վերջ ուրիշ դրդապատճառները Աստծուց չեն։ Աստծուց չեն։ Մենք երբեմն փորձում ենք Աստծուց ավելի արդար երևանք, Աստծուց ավելի սուրբ երևանք, Աստծուց ավելի, չգիտեմ, խելացի երևանք, կան այդպիսի մարդիկ, կան։ Եվ ցավոք սրտի այդ մարդիկ քրիստոնյաների մեջ են, եւ ցավոք սրտի այդ մարդիկ քրիստոնեական, այսպես ասած, էլիտայի վերնախավի մեջ են։ Եվ չմոռանանք, որ հենց այդ էլիտան, հոգևոր էլիտան մեր Տիրոջը խաչեց եւ մինչեւ այսօր խաչում է ու չարչարում է։ Ինչևէ այս աղոթքի կյանքի մեջ հանկարծ գալիս է մի պահ, երբ դու հոգնում ես։ Պարզապես ձեռքերդ են հոգնում, ինչպես Մովսեսը, երբ աղոթում էր ժողովուրդը, երբ պատերազմի մեջ էր ձեռքերը վեր բարձրացրած դեպի Աստված աղոթում էր, եկավ մի պահ, որ հոգնեց, մարդը հոգնում է մարդը, եւ այդ հոգնածության պահերին է, որ անօրենը սկսում է հաղթանակներ տանել քո նկատմամբ, եկեղեցու նկատմամբ։ Բայց Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ այդ հոգնածության պահերին մարդիկ ի պաշտոն է նաև կարգված մարդիկ, այդ աղոթքի թևերը վեր են պահում։ Եվ այս հոգնած պահերին է, որ անօրենը մոտենում է եւ սկսում է քո մեջ կասկածանքի, երկմտանքի մտքեր ներմուծել, սուտ է ամեն բան, Աստվածո չի միջամտում այդ մանրուքներին, ինքը մեծ է, ինքը հեռվում, այսպես նայում է, հսկում է, ինքը նայողն է։ Եվ մեզ ազատ կամք է տվել, որ մենք որոշենք, այսինքն նա չի միջամտում մեր կյանքին։ Բայց ես հավատում եմ, որ Աստված միջամտում է, որտեղ Աստված միջամտում է իմ կյանքի մեջ։ Եվ ես նրա ձեռքն եմ տեսնում։ Եվ ես տեսնում եմ, թե ինչպես է Աստված փոթորիկների պահին, երբ իմ կյանքի մեջ, քո կյանքի մեջ փոթորիկներն Աստված ասում է դադարիր, լռիր, եւ այդ փոթորիկը դադարում ու լռում է։ Եվ ես հավատում եմ, որ դա Աստված էր, որ իմ կյանքի մեջ դա անում է։ Կամ Աստված էր, երբ ես մոտենում եմ, ասում եմ, գիտես, ես ուզում եմ տեսնել սա, ես ուզում եմ տեսնել, եւ նա ասում է, ուզում ես, տես, եւ դու տեսնում ես։ Եվ դու տեսնում ես։ Դա պատահականություն չէր, դա Աստված էր, որ մեր աչքերը, իմ աչքերը բացեց, եւ դու տեսնում ես բաներ, որ շատ-շատերը չեն տեսնում։ Ինչու, որովհետև Աստված հենց քո աչքերը բացեց։ Ինչու, որովհետև դու ուզեցիր տեսնել։ Եվ ահա Աստված միջամտում է քո կյանքի մեջ։ Թվում է, թե մի տարի, երկու տարի դու աղոթում ես եւ լուռ է Աստված։ Տեր, մինչեւ երբ, քանի անգամ հարցրեցինք Աստծուն, Տեր, մինչեւ երբ։ Որովհետև մեր ուժերը սպառվում են։ Մենք մտածում ենք, որ այլևս անհնար է, ել չենք կարողանում։
դիմանանք։ Քանի հոգի էստեղ կարող են վկայել, որ այս բառերը արտաբերել են իրենք։ Մինչև երբ բավական է, բայց շարունակել են ապրել։ Շարունակել են ապրել իրենց մեջ կրելով ճշմարտության սերմը։ Շարունակել են ապրել տառապելով, շարունակել են ապրել մաքարելով, շարունակել են ապրել չարչարվելով։ Սա է ճշմարտության ճանապարհը։ Եվ ոչ միտեղ գրված չէ, որ դու պիտի աղոթես 2 օր կամ 12 օր կամ 22 օր կամ 22 ամիս։ Այլ Տերն ասեց, որ աղոթքի մեջ հարատև լինենք, աղոթքի մեջ համառ լինենք, այսինքն նաև ուրիշին մի կտոր հաց կամենալու և տալու այս պրոցեսի մեջ, ընթացքի մեջ հարատև լինենք, չհոգնենք, ինչպես Պողոսն ասում է, մի հոգնեք բարիք անելուց, մի հոգնեք ճիշտ ապրելուց, շարունակեք դա անել, ինչքան, բայց այս հատվածը վերջացնելով ուզում եմ ասեմ, ժողովուրդ երբեմն մեզ անհնարին, անսահման երկար է թվում մեր աղոթքի կյանքը, այսպես ասեմ, որովհետև նույն միտքը, նույն ցանկությունը, նույն խնդրանքը ունենալով քո կյանքի մեջ, տեսնում ես, որ տարիներ են այդպես անցնում և դրա պատասխանը չկա, այդ մինչև երբը չգիտես։ Բայց մեկ էլ հանկարծ ինչ-որ բան է փոխվում քո կյանքի մեջ, ես ուզում եմ այս պահը մենք հասկանանք նաև, ինչ-որ բան է փոխվում քո կյանքի մեջ և քո մոտ սկսվում է մի այլ պրոցես։ Ես երբ որ Հովհաննես առաքյալը Աստծուն տեսավ, հայտնության գրքի մեջ նկարագրված է, ինչ պրոցես սկսվեց իր մոտ։ Երբ որ Եզեկիել մարգարեն Աստծուն տեսավ, ինչ պրոցես սկսվեց իր մոտ։ Երբ որ Երեմիա մարգարեն Աստծուն տեսավ, ինչ պրոցես սկսվեց իր մոտ։ Երբևէ եղել է, որ Աստծուն տեսնեք Աստծուն, ինչ պրոցես է սկսվում ձեր մոտ։ Ես չգիտեմ մարդկային ինչ վիճակով սա նկարագրել, բայց այսպես անունը ինչ տնենք։ Ես չեմ ուզում այդ բառը ասեմ, ով կհամարձակվի, ինչ ես լինում, ինչպես? Վախը շատ լավ բան է, որ Աստծուն տեսնես, բայց պիտի վախենաս, բայց կներեք ապուշանում ես, կներեք ես բառի համար, Գիտեք, երբ որ կարկամում ես, երբ որ ուղեղդ այլևս դատելու ենթակա չի, հասկանում ես, այդտեղ այդ բառը, որ ասեցի, մի քիչ բավականին համապատասխան բառը։ Չեմ հիշում Երեմիա մարգարեն ինքն իր մասին ինչ էր ասում, բայց մոտավորապես այդպես վիճակ էր։ Մոտավորապես այդպես վիճակ էր։ Իսկ երբ դու տեսնում ես Աստծո մեծությունը, երբ դու տեսնում ես Աստծո փառքը, երբ դու տեսնում ես Աստծո մատի ծայրը, ինչպես է մատի ծայրը, այսպես անում, և լեռները, հսկա լեռները,
սկսում են այծիկների պես թռչկոտել։ Եվ Սաղմոս 2-ն ասում է, լեռներ, ձեզ ինչ եղավ, որ սկսեցիք այծիկների պես թռչկոտել։ Հասկանում եք ինչի նկատի ունի Սուրբ Գիրքը, երբ ասում է լեռները այծիկների պես թռչկոտում են։ Այսինքն լեռներ, որոնք ով է լեռ տեղափոխել, ով է լեռ շարժել, կարող եք լեռ շարժել։ Հիսուսն ասեց մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, լեռները կշարժեք, ով է ձեզանից լեռ շարժել։ Եվ ահա Աստծո ներկայությունից այդ լեռները ոչ թե շարժվում են, ով է տեսել այծիկները ինչպես են թռչկոտում։ Սկսում են այծիկների պես թռչկոտել։ Երբ որ քո կյանքի մեջ այդպես է լինում, երբ որ դու նայում ես, տեսնում ես, թե լեռները ինչպես են, հզորները, հաստատունները, ինչպես են այծիկների պես թռչկոտում։ Հասկանում եք ալեգորիան։ Եվ սա ձեր աղոթքի կյանքի պատասխանն է։ Ձեր աղոթքի կյանքի պատասխանն է։ Մեր եկեղեցին, մեր իրավիճակը, գիտեք ինչու սաղատ պահեր եմ ապրել։ Ինչու սաղատ պահեր, Տեր ես ինչ պիտի անեի, որ չեմ արել։ Կամ ինչ պիտի չանեի, որ արել եմ։ Ես չեմ ուզում ինձ արդարացնեմ, ուրիշներին մեղադրեմ, բնավ այդ նպատակը չունեմ։ Բայց Տեր քո կամքն ենք ուզում, որ կատարվի։ Այսպես է քո կամքը, եւ մենք քո կամքը տեսնում ենք սրա մեջ։ Այլապես մենք այսօր այստեղ չենք լինի։ Ես Աստծուն փառք եմ տալիս դες համար։ Ես չգիտեմ մեր նեղությունները ինչքան կշարունակեն։ Ես չգիտեմ։ Բայց ես մի բան գիտեմ, որ Աստված նեղությունների մեջ մեզ զորություն է տալու։ Հնարավոր է այդ նեղությունները սաստկանան։ Ես չեմ ուզում հիմա անձնապես մատով ցույց տամ ու ասեմ, թե ձեզանից յուրաքանչյուրի կյանքում այս վերջին շրջանում մասնավորապես ինչքան նեղություններ ավելացան, ձեր ընտանիքներից սկսած, ինչ դիմադրություններ ավելացան, բառնից բուն իմաստով դիմադրություններ, եւ եկեղեցու ներսում նաեւ սատանան ինչ ինտրիգներ ու խորամանկություններ է փորձում իրար դեմ լարել։ Սիրելիներս, դուք փորձեք ձեր տան, ձեր ընտանիքի, ձեր ընկերության, ձեր եղբայրության, ձեր հարազատության հարցերը լուծել եւ սիրով արեք դա։ Իմացեք, որ սատանան արթուն է եւ հսկում է ձեզ։ Ձեր օրհնությունը սկսվում է այդտեղից։ Աստծո կամքը կատարեք իրար սիրելով։ Ահա լավագույն աղոթքը։ Աստծո կամքը կատարեք իրար մի կտոր հաց տալով։ Այս փորձությունների հենց սկզբին ես այսպես դրոշակի պես բարձրացրեցի այդ միտքը, ասի անօրենը ձեր սիրտն է ուզում։ Ձեր սիրտն է ուզում, ձեր սիրտը մաքուր պահեք եւ ազատ պահեք չարից։ Ձեր սիրտը թող չչարանա եւ թող ձեր բերանը չանիծի։ Ինչքան կարողացանք սա պահել, Աստված գիտի։ Աստված գիտի։ Եվ ես հավատում եմ, որ արդարության արեգակը պիտի ծագի ձեր հավատքի վրա։ Որովհետև խոնար ու աղքատ ժողովուրդը սպասում է իր Տիրոջը։ Երկու օր առաջ հուսամ բացեցիք Սոփոնիայի մարգարեությունը եւ կարդացիք այդ համարը, 3-րդ գլխի 12 համարը։ Աստված
իր համար մնացորդ է թողել մի խոնար եւ աղքատ ժողովուրդ։ Մի խոնար եւ աղքատ ժողովուրդ։ Մենք աղքատներն ենք։ Հարուստ հովիվները ինձ հետ չեն ուզում խոսել։ Ինձ արհամարում են։ Լավ են անում։ Լավ են անում։ Որովհետև ես աղքատ եկեղեցու հովիվ եմ։ Աղքատ եկեղեցու հովիվ, որ իր տեղի վարձը ինքն է տալիս, իր եկեղեցու ծախսերը ինքն է անում։ Այդքան աղքատ եք։ Ես Աստծուն փառք եմ տալիս, որ այս աղքատ ու խոնար եկեղեցու հովիվն եմ, ում ձայնը ոչ ոք չի լսում։ Ես Աստծուն փառք եմ տալիս, որովհետև երկնքի արքայությունը աղքատներինն է։ Եվ ինձ ամենամեծ պատիվն է արված այս աղքատ եկեղեցու հովիվը լինելու։ Ես շնորհակալ եմ Աստծուց այդ պատվի համար։ Թեև ինձնից խլեցին իմ պատիվը, ավելին էլ, բայց թող պահեն։ Եթե իրենց պետք կգա, թող պահեն իրենց։ Ինձ բավական է ձեր կողմից տրված պատիվը։ Դա ես Աստծո պատիվ եմ համարում։ Եվ դուք էլ ինչ որ ունեք հիմա ձեր մեջ, ձեր եկեղեցու մեջ, ձեր կյանքի մեջ բավական համարեք։ Աստված շատ մոտ է եւ Աստված ձեր աղոթքները լսում է։ Եվ թող ձեր աղոթքները այդ մի կտոր հացի ձեր բարեկամին մի կտոր հաց կամենալու աղոթք լինի։ Մի փակեք ձեր տների դռները իրար առաջ։ Ձեր սրտերի դռները իրար առաջ մի փակեք, դա Աստծուց չի։ Դա Աստծուց չի։ Եվ ով ձեզ կընդունի, Աստծուն կընդունի։ Եվ որ տունը որ կմտնեք, ասեք խաղաղություն էս տանը։ Եթե խաղաղասեր մարդ կա, իսկապես խաղաղություն ուզող մարդ կա, ապա ձեր խաղաղությունը կիջնի իր վրա։ Եթե չկա, ձեր խաղաղությունը կվերադառնա ձեզ։ Իսկ իրեն ինչ կմնա։ Իրեն կմնա փորձությունները, իրեն կմնա այնքան բան կմնա, այնքան ավերակներ կմնան իրեն, երբ որ խաղաղություն չի, ինչ ա մնում, անխաղաղ միջավայրում, ինչ ա մնում, բայց թող ձեր խաղաղությունը իջնի խաղաղասեր մարդկանց վրա։ Աստված օրհնի ձեզ, Տերն է ձեզ խաղաղություն է տալիս, իր խաղաղությունն է տալիս։ Աշխարհում նեղություններ կունենաք, մի վախեցեք։ Կարծում եմ դուք արդեն անցել եք դրա միջով, այդ վախի միջով էլ անցել եք։ Մի վախեցեք։ Աստված ձեզ հետ է, Աստված Էմանուել է։ Աստված Էմանուել է։ Եվ նա մոտ է մեզ։ Եվ նա աղքատների հովիվն է։ Նա աղքատների հովիվն է, նա հարուստների հովիվը չի։ Նա հոգով հարուստների հովիվը չի։ Նա ուժեղների հովիվը չի։ Նա արդարների հովիվը չի։ Նա առողջների հովիվը չի։ Նա մեր նմանների հովիվ։ Թող պիտակեն մեզ ինչ որ կուզեն։ Այդ պիտակները որպես պատվո շքանշաններ են մեր կրծքի վրա, որովհետև մեր Տիրոջն են պիտակեցին։ Ինչեր ասես պիտակեցին։ Շնորհակալ ենք Տեր, որ ավետարանը մեզ տվեցիր։
Շնորհակալ ենք քո հրաշք ավետարանի համար, մենք բուժվում ենք դրանով, մենք լցվում ենք դրանով եւ մենք ապրում ենք դրանով եւ մենք ասում ենք դա մեր համար է, ավետարանի ամեն խոսքը ինձ համար է Տեր, ինձ համար է, եթե նա ինձ ասում է, որ դու պիտի ապաշխարես, դա ինձ համար է, եթե նա ինձ ասում է, որ դու աղքատ ես, դա ինձ համար է, եթե ասում է դու կույր ես, դա ինձ համար է, եթե ասում է դու մանուկ ես, դա նույնպես ինձ համար է, շնորհակալ եմ քեզ Տեր, թող օրհնյալ լինի քո սուրբ, քո պատվական, քո փառավոր անունը, թող քո եկեղեցին օրհնի քեզ, փառաբանի քեզ, մեծարի քեզ եւ հնազանդվի քեզ, հավատքը Աստծո խոսքին ձեր հնազանդության մեջ է, փնտրեք Աստծո խոսքը եւ հնազանդվեք այդ խոսքին, նույնիսկ եթե չարչարանք կրեք դրա համար, շնորհք, խաղաղություն ձեզ մեր Հայր Աստծուց եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից, ամեն։